Տեսեք, Գյումրիում ամբողջ մեծ, այսպես ասած, բան գնաց, մոբիլիզացիա գնաց ընդդիմադիր դաշտի, որի արդյունքում իշխանությունը նույն բանը արեց ինչ-որ վաղաշաբաթում, բայց չկարողացավ հասնել հաջողության։ 17,000 ձեներ հավաքեն, այստեղ էլ 14,000 էր հավաքել, չէ՞։ Մեծ հաշվով, եթե նայում ենք պրոպորցիան նույնն էր, բայց պարզապես Գյումրիում ընդդիմությունը կարողացավ մոբիլիզացնել ամբողջ ռեսուրսը, այստեղ Փաստացի ընդհանրապես երկու ուժ կարողացան մոբիլիզացնել իրենց ռեսուրսները, որը դա մտորիլ տեղիք է տալիս ընդդիմադիր դաշտի համար, որպեսզի ընդդիմադիր դաշտը վերլուծի։ Ընդհանրապես, երբ որ մարդիկ ստեղծում են քաղաքական ուժ, իրենք այդ քաղաքական ուժը պետք է, այսպես ասած, փորձաշրջան անցկացնեն ընտրությունների միջոցով։ Տեսեք, Մայր Հայաստանը հիմնվեց 22-23 թվականին, միանգամից մտավ Երևանի ընտրությունների ժամանակ, մի քանի ամիս անց, առանց վախի զգացողության, առանց վախի եւ որոշակի ինչ-որ արդյունք արձանագրեց։ Երբ կարծում եմ, որ ճիշտ կլիներ, որ այն նորաստեղծ ուժերը, որ հիմա ստեղծում են, իրենք էլ այդ, այսպես ասած, այդ փորձաշրջանը անցնեին, որովհետեւ ընտրությունների ժամանակ քո մինուսներն ու պլյուսները միանգամից տեսանելի են դարձնում։ Դու մտածում ես, որ դու կարող ես այսքան տոկոս հավաքես, բայց այսքան տոկոս հավաքում, բայց դու կարողանում ես անալիզ անես, թե ինչն է պատճառը։ Քո մենեջերական համակարգն է սկսում հասկանաս, այլ ոչ թե սոցիալ նախարարություն է սարքում եւ մարդկանց ինչ-որ թոշակներ ես բաժանում, բայց առանց որևէ բանի։ Ես դա եմ ուզում ասել։